Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի ինչ որ երևույթ սուբյեկտ հերոսացնելու, այնուհետև տապալելու այդ երևույթը, սա հերթականն էր, այսինքն հարկատուն հերոս է ձևակերպումը ցույց է տալիս հակառակը, որ հարկատուն հերոս չէ, այլ հարկատուն պետք է դատապարտվի։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի ձերբակալմանը, ապա այստեղ եկեք փաստենք, որ նրա կողմից ստեղծված հիմնադրված ընկերությունները, տարբեր ընկերություններ խոշոր հարկատուներ են համարվում եւ Հայաստանի առանցքային ներդրումային տարբեր ոլորտներում այդպես։ Սամվել Կարապետյանի ձերբակալումը ներդրումային այնպիսի բացասական ազդակ է, որ մի կողմից խոչընդոտում է լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, հաջորդ կողմից նպաստում է Հայաստանի Հանրապետությունից կապիտալի փախուստին, արտահոսքին։ Գիտեք, ներդրումային միջավայրը բարելավելը դա տարիների քրտնաջան աշխատանք է, ընդ որում եւ ներդրումների, եւ կառավարությունների, ընդ որում տարբեր կառավարությունների։ Իսկ ներդրումային միջավայրի վերականգնումը դա կարելի ասել անհնարինության ժանրից է, որովհետև այլ բան է զրոյից կառուցել ներդրումային միջավայր, այլ բան է տալ կանխատեսելիություն, այլ բան է հորդորել ներդրումներ իրականացնել, այլ բան է դա փչացնել, հետո ասել չէ, մենք արդեն փոխվել ենք, գիտեք, եթե հանկարծ Հայաստանի ներդրումային միջավայրի այսպիսի իրավիճակում արդեն սկսել է սպառնալ, եթե շարունակություն ստացավ, պատկերացրենք, որ կարող ենք մոռանալ Հայաստանի ներդրումային գրավչության մասին ընդհանրապես։ Իսկ կապիտալի վերաբերյալ բոլոր խոշոր ձեռնարկատերերը վստահեցնում եմ ձեզ, հակվում են նման պարագայաներում իրենց կապիտալ տեղափոխել այլ երկրներ, որտեղ կա կայունություն, հուսալիություն, օրենքի գերակայություն։ Սա ներդրումային տեսանկյունից։ Հաջորդ խնդիրը ինչ որ տեղի ունենում, օրենքի գերակայության ինստիտուտի ոչնչացման մասին է խոսում։ Քանի որ քաղաքական ուժը, ով այսօր իշխում է, անդադ խոսում էր օրենքի գերակայության մասին, իրավական պետություն ստեղծելու մասին, գրառում է կատարում Հայաստանի էլեկտրական ցանցերը սեփականաշնորհելու վերաբերյալ։ Եկեք հիպոթետիկ պատկերացնենք, եթե նույնիսկ դա կարելի է եւ պետական այդպիսի հզորագույն կամ ռազմավարական նշանակության կառույցները պետք է լինի պետական սեփականություն, ապա դա խելամիտ կառավարիչները եւ խելամիտ կառավարություններն ու պետությունները միշտ անում են այնպես, որ հանկարծ որևէ մեկը դրա մասին չի իմանում։ Ու այս շարքը գալիս է, կհիշեք, ամիսներ առաջ հայտարարվեց, որ նվիրատվությունը տեղի ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշակի տոկոսը, այնուհետև սեփականատերումից, որ իբր թե նվիրատվություններ ունեցել, միջազգային ացիաներ դիմել էր դատական հայց էր ներկայացրել, ու ինչ տեղի ունեցավ, մի քանի միլիարդ դոլարի այդպես պահանջ ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունից։ Այնուհետև մենք ականատես եղանք կապի օպերատորների այդպես բաժնեմասը պետականացնելու process-ներին։ Այժմ process-ը սկսվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հանդեպ։ Ինքը մի կողմից այսպես իշխող վարչախմբի համար քաղաքական փոքրիկ PR քայլ է, իբր թե ամեն ինչ տանում է դեպի պետականացման, բայց դրանով ինքը քանդում է պետության հիմքերը։ Այսինքն օրենքի գերակայություն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի եւ պոտենցիալ ներդրողներին, ընդհանրապես կամ տեղական ներդրողներին ու բիզնեսին սա մեսիջ է, որ Հայաստանի Հանրապետությունում հարցերը չեն լուծվում օրինական ճանապարհով, այլ լուծվում են ինչ որ մեկի կամքից կախված հանգամանքներում։ Այսինքն ներդրումային միջավայրի վերաբերյալ պատկերացնում ենք ինչքան բացասական եւ ոչ գրավիչ իրավիճակ է ստեղծվում, իրավական առումով այդ նույնը շարունակվում է եւ գնանք ամենահզորագույն կառույցին Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Տեսեք, շատ հաճախ ականատես ենք լինում տարբեր քաղաքական ուժերի, տարբեր քաղաքական ձևակերպումներին, կախված արտաքին վեկտորի ուղղությունների վերաբերյալ, մեկը խոսի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին, հաջորդը Ամերիկայի Միացյալ Նահանգների, երրորդը Եվրոպայի, չորրորդը ընդհանրապես այլ ուղղություն է բռնում եւ այլն։ Բայց դրանից այդպես դրան պետք չի շատ ավելի լուրջ վերաբերվել, որքան Հայաստանի Սփյուռքին։ Դուք պատկերացնում եք, մենք որքան հզոր ներուժ ունենք տարբեր երկրներում սփռված, որտեղ որ որևէ մեկի ֆինանսական կամ ներդրումային հնարավորությունները ի նպաստ Հայաստանի Հանրապետության օգտագործելու, հորիզոնական եղանակով աշխարհում Հայաստանի Հանրապետության դերն ու նշանակությունը բարձրացնելու, այդ թվում օտարերկրացիներից ներդրումներ ներգրավելու, քաղաքական կապեր հաստատելու, դիվանագիտական կապեր հաստատելու, սա հսկայական ներուժ է, որին այս քայլով տրվում է
մեսիջ, որ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներ, դուք երբևէ չմտածեք Հայաստանի Հանրապետության մասին, որ կարող եք Հայաստանում ներդրում իրականացնել, դուք կարող եք Հայաստանի Հանրապետության համար որևէ դրական քայլ կատարել եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար մտածել։ Այսինքն 3 հավասար հարթություն եկեք դիտարկենք։ Ներդրումային եւ տնտեսական իրավիճակի խորությամբ վատ տարածում, գրեթե անվերականգնելիության աստիճանի, իրավական համակարգի ուրպացիա եւ իրավական համակարգի եւ օրենքի գերակայության ոչնչացում եւ Սփյուռքի հետ հարաբերությունների վերջնական խզում։ Այս 3 կարևորագույն բացասական հետևանքներն են, որոնք Հայաստանի Հանրապետության համար ունենալու են այնպիսի աղետալի հետևանքներ, ինչպիսիք են լինելու աղքատության բարձրացումը, գործազրկության աճը, միջազգային դերակատարության առանց այն էլ նվազեցված վիճակից անդունդի դեպի անդունդ գլորումը եւ այսպես շարունակ։ Տնտեսական անվտանգության տեսանկյունից իհարկե ռիսկերը հենց անվտանգային այդ տնտեսական անվտանգային միջավայրի վատ տարածումն է, ընդհանուր մինչև էլեկտրաէներգիայի անջատումների, սակագների փոփոխությունների, վերահսկողական մեխանիզմների բացակայության, դրանով պայմանավորված էներգետիկ համակարգի անկայունության, դրանով պայմանավորված տնտեսական ոլորտի անվտանգության բացասական հետևանքներ։ Տեսեք ինչպիսի ազդեցություն կարող է դա թողնել իր վրա։ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի վաճառքի ազատականացում տեղի ունեցավ 1-1.5 տարի առաջ, եթե չեմ սխալվում։ Այստեղ առաջացավ սակագների այդպես բավականին տատանումներ, պահանջարկ առաջարկի հիման վրա ձևավորվող, որովհետև առանձին արտադրողներ կարող են պայմանագիր կնքել առանձին սպառողների հետ, բնականաբար խոշոր սպառողների հետ, եւ խոշոր սպառողներին էլեկտրաէներգիա առաջարկելու տեղի ունենում սակագների նվազում։ Այդ սակագների նվազման արդյունքում տեղի ունենում էներգետիկ ոլորտի ամբողջական եկամուտների նվազում։ Այդ ամբողջական եկամուտների նվազման բացի ինչ որ տեղից պետք է լրացնել։ Այդ լրացումը կարող է լինել բնակչության էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման միջոցով։ Եվ իհարկե ես էլ ունեմ տեղեկություններ, որ այդպիսի նպատակ հետապնդում էր կառավարությունը, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում անդադ հանդես էր գալիս, եւ իհարկե նաեւ ունեմ տեղեկություն, որ հեծը մաքսիմում դիմադրում էր այդպիսի, այսպես ասած, նախաձեռնությանը։ Սա կարող ենք եւ մի կողմից նպատակ ասել, հաջորդ կողմից նաեւ հենց սոցիալ-տնտեսական անվտանգության բաղադրիչ որպես դիտարկել, որովհետեւ փոխարենը պետությունը եւ կառավարությունը ընդդիմանա սակագների բարձրացմանը, այդ պետությունը, կառավարությունը ցանկանում է սակագների բարձրացում իրականացնել եւ մասնավոր կառավարիչները եւ սեփականատերերը չեն ցանկանում դա իրականացնել։ Դուք պատկերացրեք, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը հասնի իր նպատակին եւ տեղի ունենա հեծի սեփականաշնորհում, էներգետիկ եւ տնտեսական անվտանգության ինչպեսի սպառնալիք կլինի, այդ թվում սոցիալական անվտանգության ինչպեսի սպառնալիք կլինի, սակագների բարձրացում, բնականաբար կառավարման դժվարություններ, որովհետեւ մենք տեսել ենք այս իշխանությունը ինչպես է կարողանում կառավարում իրականացնի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման կամ անխափան մատակարարման բացակայություն, որը կհանգեցնի արդյունաբերության բնականաբար ծավալների նվազման, շատ էական նվազման, կհանգեցնի նորից բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման եւ այսպես շարունակ։